երբ դեռ դատավճիռը չկա Վարդան Ղուկասյանի, դուք ինչպես եք պնդում, որ նա կաշառակեր է, եթե դատարանը նման որոշում չի կայացրել։ Նախ ես չեմ պնդում, պնդում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Բայց դատավճիռ չկա։ Ինչ անենք, հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Չկա նման պնդում։ Մեղադրվում է։ Սիրելիներս, երբ որ ես հասկանում եմ իհարկե, որ դուք որոշել եք կաշառակերության պաշտպան դառնալ։ Չէ, մի վարքյան, դուք հիմա զբաղված եք կաշառակերության պաշտպանությամբ։ Հիմա մի վարքյան, թողեք հիմա, եկեք sense պայմանավորվենք։ Կամ դուք տալիս եք հարցը, լսում եք պատասխանը, կամ դադարեցնում եք։ Չէ, որովհետև հարցը հնչել է, հիմա կսպասեք, ես կպատասխանեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ընդհանրապես իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրում։ Երբ որ իրենք մեղադրանք են առաջադրում, նշանակում է իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Ես ասում եմ, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Հաջորդ հարցը։ Եթե ես չեմ սխալվում, մեղադրանքը արդեն ապացուցված է եւ հետեւաբար կաշառակեր է։ Եթե դատավարանը համարել է, որ ինքը մեղավոր է, ուրեմն կաշառակեր է։ Սպասեք, մի վարքյան, հեսա դրան էլ կպատասխանեմ։ Օրինակ ես երբևէ չեմ տեսել, որ դուք որևէ ընդդիմադիրի, որը ասում է, այս իշխանությունը քաղաքական բռնությունների է դիմում, կամ այս իշխանությունը դավաճան է, կամ այսինչը այնինչը բան է, ինչ են ասում, դավաճան է, ագենտ է, հողատու է, հազար բան։ Ես երբևէ չեմ լսել, որ դուք սիրելի լրագրողներ, ասեք, ինչու եք խախտում իշխանության անմեղության կանխավարկածը։ Իսկ եթե դուք հարցնեիք, իրանք վստահաբար կասեին, մենք չենք խախտում, մենք քաղաքական գնահատական ենք տալիս։ Դե ես էլ եմ քաղաքական գնահատական տալիս։ Հերթով։ Անմեղության կանխավարկած այդպիսով չի խախտում ամեն դեպքում։ Նոր պատասխանում եմ, եթե հարցին։ Նոր սիրելիներս, մի վարքյան։ Որտեղ ոչ միայն այս դեպքում, այլ նաև օրինակ են ենթադրյալ ահաբեկչության գործը, որ դեռ էլի չկա դատարանի որոշում, էլի իշխանության ներկայացուցիչները ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցին, որ ահաբեկչություն պետք է կատարվի։ Այս ամենը անելով նաև իրավական դաշտում խնդիրներ չեն առաջանում։ Ոչ չեն առաջանում, ենթադրյալ ահաբեկչության դեպքով բոլորը հղում են արել դատախազության մեղադրանքին։ Բ. Կրկնում եմ, եթե ըստ ձեզ ընդդիմադիր գործիչները կարող են մեզ մեղադրել գործ կարելու մեջ, որը հանցագործություն է, գործ կարելը, սիրելի գործընկերներ, հանցագործություն է։ Բարի եղեք, դուք իրենց հարցրեք, իրենք այդ մեղադրանքը ներկայացրելիս արդյոք չէ խախտում իշխանությունների անմեղության կանխավարկածը։ Եթե իրենց պատասխանը լինելու է, որ իրենք քաղաքական գնահատական են տալիս եւ եթե այդ պատասխանը ձեզ բավարարելու է, ուրեմն ձեզ էլ պետքա բավարարի իմ պատասխանը առայն, որ ես էլ եմ մի վարքյան, այսինքն ուզում եք ասեք ընդդիմությունը անպատասխանատու է, ես էլ եմ պատգամավոր ընդդիմադիր գործընկերներ, ես չեմ ավարտել։ Հաջորդը, ես չեմ պատրաստվում ձևացնել, թե ես խուլ եմ կամ խելագար եմ։ Ես լսել եմ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որից ակնհայտ է, ընդ որում օրինական դատարանի վճռով արված գաղտնալսում, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Սա իմ քաղաքական գնահատականն է։ Եթե դուք որոշել եք, որ հիմա ամբողջ քննարկումը պետք է լինի, ասեք։ Բոլոր նույնիսկ իրավապահ համակարգի այդպիսի հաղորդագրության վերջում կա այսպիսի մի շատ լավ, բոլոր կաշառակեր սրիկաները պիտի նստեն ծանուցում, մեղադրյալը մեղավոր չի, քանի դեռ չի ապացուցվել իր մեղքը։ Ռուբինյան, եւ գործ կարելու մասին եք դուք հատվածին, երբ պաշտոնավարում էր Սարիկ Մինասյանը։ Ինչու է այդ Ճանաչեմ եմ մասը։ Ինչպես է գնահատում իրավապահ մարմինների երեկվա գործողություն։ Ոչ, եւ խնդրում եմ մի խախտեք մեր անմեղության կանխավարկածը, որտեղ մեր իշխանության օրոք շոուեր դատավարներ Ինչպես է գնահատում։ Հարցը տալիս տվեք։ Ինչպես է գնահատում։ Մի վայրկյան։ Հրավիրել է պարոն Ղուկասյանը
Չգիտեմ, իրենց իսկ դիհացում։ Ասում են ոդկով կգնան, բայց Այդ հենց այդ էին հարցերով, Մի քանի հազար ոստիկան չէ։ իրավապահների գործողությունները քաղաքապետարանի Սելի գործընկերներ, կողմնի օշվեք ձեզնից ով է հարց տալիս տվեք։ իր հարցի շարունակությունն է։ Ինչպես է գնահատում իրավապահների գործողությունը, Շատ ես նույնիսկ մի քաղաքապետի չէին կարողանում քաղաքապետարանից դուրս հանեին, վազացրեցին, ապակիներ կոտրեցին, այն նման իրավապահ համակարգում դուք ձեր անվտանգությունը կվստահեք, վազացրեցին։ Շատ լավ եմ գնահատում եւ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը, որովհետեւ իդեալական աշխատանք են կատարել եւ կարողացել են հայտնաբերել ենթադրյալ հանցագործություն եւ ենթադրյալ կաշառակերին ծանուցում մարդը համարվում է անմեղ, քանի դեռ իր մեղքը չի ապացուցվել եւ երկրորդն էլ իրավապահ մարմինների աշխատանքը շատ լավ եմ գնահատում։ Ոչ միայն իմը, ձեր անվտանգությանն էլ կվստահեմ իրավապահ։ Տեսեք, այս տարիների ընթացքում, երբ քաղաքացիական պայմանագիրն է իշխանության, եղել են իրավիճակներ, երբ որ որոշակի հանցագործությունների մեջ մեղադրվել են նաև իշխանության առանձին ներկայացուցիչներ, սակայն մենք ականատեսը չենք եղել, որ նրանց օրինակ թեկուզ հրավիրելուց ոստիկանություն կամ քննչական հակակոռուպցիոն պարկեցնեն ասֆալտին, այլ կերպ ասած շոու անեն։ Ինչու է այդ ամենը տարածվում բացառապես։ Օրինակ Երևանի նախկին փոխքաղաքապետը ևս կանոնավորվեց, բայց օրինակ նրան ասֆալտին չփռեցին։ Ինչու՞։ Բայց հարգարժան Վարդանիկի մռութն էլ ասֆալտին ես երեք չեմ տեսել, հետեւաբար իրան պարկած ես չեմ տեսել ասֆալտին։ Չէ, նկատի ունեմ ներխուժել, այսինքն Ինչա նշանակում ներխուժելը մարդիկ գնացել են իրավապահ մարմինները գնացել են Գյումրիի քաղաքապետարան եւ Գյումրիի քաղաքապետին բերման են ենթարկել։ Իսկ դուք նկատել եք օրինակ ձեր մատնատշած դեպքում քաղաքապետարանի դիմաց այդ ձեր ասած չեմ հիշում կալանավորվել էր, հա, կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, հա, նկատել եք այդ պահին օրինակ Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի դիմաց այդ ժամանակ մարդիկ կային, հա, ինչ որ խոչընդոտում էին իրավապահների գործունեությունը, կային, չկային, հետո պատասխանը Ժողովուրդ ջան, դուք չեք լսում ձեզ կամ ինձ չեք լսում։ Իմ տպավորությունն է, որ դուք ուղղակի հարց եք տալիս, հարց տալու համար։ Դուք հարցնում եք ինձ. ինչու Գյումրու քաղաքապետարան գնացել էին մեծ թվով իրավապահներ, էսա չէ հարցը։ Ի տարբերություն այն դեպքի, երբ որ ժամանակ մի վարքյան, Սիրելի Փայլակ, մի փոխեք հարցը։ Դուք արեցիք, մի փոխեք հարցը, դուք արեցիք երկու պնդում համար մեկ ժամանակին կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, ինչու նրան ասֆալտին չեն պարկեցրել։ Ես ապացուցեցի, որ ձեր պնդումը սխալ է, որովհետև Գյումրու, որովհետև խոսելը դեռ ապացույցի նշան չի։ Հիմա մենք բանավիճում ենք, մեղադրում եք ինձ բանի մեջ, որը ես դուք չեմ նույնիսկ մեղադրանքը մինչև վերջ չլսեցիք, որովհետև անհիմն է, ծանուցում։ Դուք ինչ գիտեք որ։ Նայեք, դուք ասում եք, ինչու ի տարբերություն Գյումրիի քաղաքապետի ասֆալտին չի պարկեցվել բերման ենթարկվելուց Երևանի փոխքաղաքապետը։ Ես ձեզ ասում եմ, ցավոք կամ բարեբախտաբար Վարդանիկն էլ ասֆալտին չի պարկեցվել։ Հաջորդը թողեք ավարտեմ։ Հաջորդը ասում եք, ինչու են այդքան մեծ թվով իրավապահներ գնացել Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու։ Ես էլ ձեզ ասում եմ, իսկ գուցե այն պատճառով է, որ իր տարբերություն ձեր մատնանշած Երևանի փոխքաղաքապետի դեպքի մարդիկ չեն հավաքվել, որպեսզի խոչընդոտեին իրավապահների աշխատանքը։ Հիմա հարցի շարունակությունը Կոչուբաևի դեպքում խոչընդոտող չկար, իրեն ինչու փռեցին ասֆալտին։ Չեմ հետևել այդ դեպքին, չեմ կարող մեկնաբանել։ Օրինակ իրոք չեմ հետևել կոնկրետ։ Պարոն Ռուբինյան, Հայաստան դաշինքը երեք հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես նշված է վաղաշաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքաբեդի ձեռնարկությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմինների իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ Սկիզբը շատ ճիշտ էր, վերջը շատ սխալ էր։ Գյումրու քաղաքապետի ձեռնարկությունը իրոք ուղերձ է բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չի եւ պատժվելու է։ Եվ ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների, սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում։
ես լսել եմ ձայնագրությունը, դա ինձ հերիք է քաղաքական գնահատական տալու համար։ Եթե բծակ հայ-թուրքականի հետ կապված ինչ նորություն կատարվում։ Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի կարծ երկաթգծի վերականգնման եւ ոչ միջգերատեսչական